Խնդրում եմ Մուստաֆա, շնորհակալություն Սերգեյ, հաճելի է այստեղ գտնվել։ Ես հիշում եմ դեռ անցյալ տարվանից մենք հենց այս սրահում խոսում ենք նման թեմաների շուրջ։ Կարծում եմ, որ դա անեծք է Կովկասի համար։ Ամեն ինչ ոչ մի բան չի փոխվում, բայց ամեն ինչ փոխվում է։ Ես սկսեմ, ինչպես գործակալ Պավելը ասել է սկզբում, որ ինքը չի եղել այս տարածաշրջանում դեռ պանդեմիա համաճարակից։ Ես եղել եմ այս տարածաշրջանում շատ հաճախ համաճարակից հետո, բայց դա չօգնեց ինձ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Կովկասում ավելի լավ եւ ավելի խորը։ Ինչպես դուք քաջ տեղյակ եք, կան բազում, այնքան տեսակետ կա, ինչքան դուք մարդ եք հանդիպում Կովկասում։ Դա Կովկասյան էցքն է։ Բոլորը ունեն տարբեր կարծիք, դրա մասին թե ինչ է տեղի ունենում եւ իրոք չափազանց բարդ է հասկանալ, եթե դուք ուզում եք, եթե դուք հենվում եք տեղական եւ տեղական վերլուծության վրա։ Եվս մի բան, ես իմ մասնագիտության շրջանակներում ես գալիս եմ այն ինչ կանվանեին միջազգային ռեալիզմի դպրոցից։ Շատերի կողմից դա դիտարկվում է որպես աշխարհի հորետեսական տեսակետ ռեալիստական ընկալումը շատ հաճախ ներկա է իմ խոսքերում եւ իմ հեղինակած հոդվածներում, բայց ես համարում եմ, որ հորետեսները ուղղակի տեղեկացված ռեալիստներ են, այն ինչ շատ հաճախ մենք դիտարկում ենք որպես ուսահատող եւ հորետեսական դեպքեր, դրանք սովորաբար տեղի ունենում են Եվ այս մեր համաժողովի վերնագիրը, որը պատասխանում է Չերչիլի հղմանը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ես պետք է համաձայնվեմ այն ինչ տեղի աշխարհում, հիշեցնում է այն իրավիճակը, երբ աշխարհը մոտենում էր երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց մոտենում էր համաշխարհային պատերազմին, բայց դա երկրորդ համաշխարհային պատերազմը չի առաջին համաշխարհային պատերազմի մոտ ենք, որովհետև քաղաքականությունները, արտահայտությունները, ճառերը, որոնք մենք լսում ենք Տրամփի ադմինիստրացիայից, միայն ուժեղացնում են իմ պատկերացումը, որ մենք վերադառնում ենք 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ես հուսով եմ, որ ես կսխալվեմ։ Բայց տեսնենք, մենք դեռ ունենք ժամանակ, որ ապրենք եւ տեսնենք դրա արդյունքը։ Վերադառնալով Կովկասին եւ կենտրոնանալով Կովկասի վրա, ես սկսում եմ բազմաթիվ ճգնաժամերի վերնագրից, ինչպես դուք տեղյակ եք, որ Կովկասի համար բազում ճգնաժամերը միաժամանակ նոր բան չեն եւ շատերը վիճում են, որ Կովկասը ծանոթ է անդադար փոփոխություններին եւ աշխարհագրական փոփոխություններին եւ դրանցից բխող ճգնաժամեր եւ շատ հայտնի է, որ Կովկասը անցնում է մի քանի տարբեր ճգնաժամերով անդադար վերջին 20 տարվա ընթացքում եւ փաստն այն է, որ կա երեք երկիրը հարավային Կովկասում փորձագետ են դարձել, թե ինչպես ադապտացվել աշխարհագրական փոփոխությունների տարածաշրջանում բավական զգալի հեշտությամբ, երբ ես նայում եմ իմ հոդվածներին, որոնք ես հեղինակել եմ Սառը պատերազմի ավարտից հետո հարավային Կովկասի մասին եւ ես շարունակում եմ գրել աշխարհագրական մասին եւ այն ամենը ինչ ես գրում եմ Կովկասի մասին անընդհատ մենք գրում ենք հարավային Կովկասի աշխարհագրական փոփոխությունների մասին, այսինքն թվում է թե մենք դեռ չենք հասել իրավիճակի, երբ աշխարհագրականությունը չի փոխվում Կովկասում, այն դեռ շարունակում է փոխվել եւ այս անդադար փոփոխությունը դարձրել է Կովկասի ղեկավարությունը այս երեք երկրում չափազանց ադապտացվող, չափազանց փորձառու թե ինչպես հետևել փոփոխություններին։ Եվ ես կարծում եմ, որ նրանք բավականին
լավ են կառավարում դրանց երկրները համեմատելով այլ երկրների հետ, որոնք ունեն դրույթներ եւ շահեր հարավային Կովկասում, նրանք ավելի հաջող կերպով են հասկանում փոփոխությունները, որոնք նույնիսկ Ռուսաստանի, Թուրքիայի պես երկրները կամ այլ շահագրգռված երկրներ, որոնք օրինակ Եվրամիության երկրների պես ավելի լավ են գիտակցում աշխարհագրական փոփոխությունները, մենք կարող ենք նույնականացնել նրանցից մի քանիսին ամեն մեկին մեջ չեմ խորհրդանալու, բայց մի քանի ճգնաժամ ուղղակի նշեմ, որոնց միջով դուք անցել եք վերջի 15 տարվա ընթացքում արդեն մենք նույնականացրել ենք բնապահպանական ճգնաժամ, առողջապահական ճգնաժամ, մի քանի հատ, ոչ միայն համաճարակը, որը ստեղծել է հարավային Կովկասում խնդիրը, բայց բոլորը սպասում են, որ հաջորդ 10 տարվա ընթացքում ևս մեկ համաճարակ է սպասում եւ արդեն 2000 թվականից մի քանի համաճարակի հետ մենք բախվել ենք տարբեր աշխարհի տարբեր մասերում եւ մենք սպասելու ենք ևս մեկ միջազգային համաճարակ եւ Ուհանում այս հետազոտական կառույցը, որից սպորտը սկսել է համաճարակը, այն շարունակում են աշխատանքը եւ մեզ սպասում է նաեւ արհեստական բնականության հեղափոխությունը եւ հեղափոխությունը եւ դրա հետ կապակցված խնդիրները եւ մենք սկսում ենք տեսնել թե ինչ կարևորություններ ունի այս տեխնոլոգիա եւ այդ տեխնոլոգիական ընկերությունները եւ տեխնոլոգիական օլիգարխները, որոնք այժմ երկիր են ուզում կառավարեն նրանք, որ ԱՄՆ-ն է եւ հնարավոր է, որ նրանք սկսեն կառավարել աշխարհը եւ դրա սպառնալիքների մասին մենք պետք է խոսանք։ Պոպուլիզմի զարգացումը բոլորը քննարկում են քաղաքականության ճգնաժամը, որի արդյունքները մենք տեսնում ենք ուլտրա աճ միտումների զարգացումը Եվրոպայում եւ մենք պետք է դրանք հաշվի առնենք։ Դա մի քանի ճգնաժամ է ամբողջ աշխարհում եւ դրանցից մի քանիսն է։ Եվ ինչպես է դա ազդում Կովկասի վրա, մենք ավելի շատ կկենտրոնանանք այդ հարցի շուրջ։ Եվ ես նայելով այդ մի քանի ճգնաժամին, նույնականացնելով դրանց մի քանիսին, դրանցից մի քանիսը կապված են Կովկասի հետ, առաջինը այն է, ինչ ես կանվանեի անվտանգության ճգնաժամ։ Հարավային Կովկասում դրա մի քանի տարր կա եւ ես կփորձեմ զարգացնել, կփորձեմ նկարագրել դրանք իմ հոդվածում եւ ես դրանցից մի քանիսը կնշեմ։ Առաջինը դա ռուսական ագրեսիան է։ Հարևանությունում ինչ են նրանք անվանել դա, եկեք չանվանենք դա իմպերիալիզմ։ Ինչ են այն մարդիկ անվանել ագրեսիա, որ նրանք ստանան, որ նրանք ուզում են քաղաքական տեսակետից մենք տեղյակ ենք, որ առնվազն 2008 թվականին Ռուսաստանը օգտագործել է իր քաղաքական նպատակներին չեմ տեսնում դրա ավարտը։ Անկախ դրանից, թե Ուկրաինայում պատերազմը ավարտվի նախագահ Թրամփի միջամտությամբ, արդյունքը չի լինելու զգալիորեն չի տարբերվի։ Ռուսաստանը կշարունակի լինել այս տարածաշրջանում ռևիզիոնիստ ուժ, եթե դες դուր չի գալիս ագրեսիան, ագրեսիվ ուժը, ապա կարող ենք անվանել այն ռևիզիոնիստ ուժ, դա այն իհարկե չի փոխում դրա կարգավիճակը սարապատերազմի ավարտից հետո, բայց երկրորդ եւ կարեւոր վերջերս տեղի ունեցած զարգացումը եւ մենք չենք քննարկել դրա ազդեցությունը Ռուսաստան-Իրան բևեռի ստեղծումն եւ երակողմ հարաբերություններն են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի միջև Իրանը շատ պետք որպես հետաքրքիր մի շահագրգիռ կողմ կարևոր դեր է խաղացել Կովկասում, բայց շատ չի կարողացել փոփոխությունների բերել Կովկասում բացառությամբ Հայաստանի, բայց այժմ այս հարաբերությունների զարգացման արդյունքը Ռուսաստանի եւ Իրանի միջև դա մենք կարող ենք
որոնք երկուսն էլ արևմտյան բայց նրանք համագործակցում են ավելի ու ավելի շատ ռազմական համատեքստում օգտագործում են իրանական արտադրված զենքի մի քանի տեսակ իր պատերազմում Ուկրաինայում եւ նրանք նույնպես հետևից ունեն Չինաստանի աջակցությունը Ինչ մենք շատ հաջողություններ չենք տեսնում եւ մենք պետք է հաշվի առնենք թե ինչպես դա կարող է ազդել Կովկասի վրա եւ վերջին կետը այս անվտանգության ճգնաժամի շրջանը դա չստորագրված պայմանագիրն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պատերազմություն գործընթաց որի հետ մենք աշխատելու ենք առաջիկա ժամանակների ընթացքում եւ եւս մի ճգնաժամը դա Կովկասի համար դա օրինականության լեգիտիմ ոչ միայն Կովկասի համար է այնքան նոր չի բայց այն նոր ձևաչափ է ձեռք բերում Ընթացքների արդյունքում համարյա բոլոր շահագրգռված դերակատարները կազմեն Հայաստանի ԱՄՆ-ն եւ Թուրքիան։ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասին այդքան համատեքստում, բայց հիմա պետք է խոսանք, պետք է քննարկենք մենք Երևանից կատակ ենք անում իրար միջև այս լիբերալ ժողովրդավարությունները Թուրքիայի եւ ԱՄՆ-ի լիբերալ ժողովրդավարությունները, որոնք փոխվում են եւ արդեն փոխվել են իրականում եւ դուք շատ ես վստահ եմ որ դուք հետեւում եք երկու երկրում էլ իրավիճակների եւ շատ լիբերալ ժողովրդավարությունը որը դերում է Ռուսաստանում եւ ոչ այդքան լիբերալ ժողովրդավարությունը որը տեղի ունենում Իրանում եւ շատ մի քիչ շփոթված ես կասեի ժողովրդավարությունները Եվրոպայում նպաստում են դրա իհարկե կախված է թե ինչպես է զարգանալու իրավիճակը եւս մի ճգնաժամ որի ես երրորդ ճգնաժամ որից կնշեի որը վերաբերվում է Հարավային Կովկասին ինձ դժվար է այն ճիշտ անվանել տարբեր անուններ կան ես վերջը ընտրեցի անուշադրության ճգնաժամ եւ ես շատ ճիշտ շարունակելու եմ իմ գործընկեր Պավելի անուշադրության ճգնաժամը այն դերակատարները ովքեր ակտիվ են եղել Հարավային Կովկասում դերսարապատերազմից հետո նրանցից ոչ մեկը չի ուշադրություն չի դարձնում Հարավային Կովկասին ԱՄՆ-ին չի հետաքրքրում Հարավային Կովկասը չի հետաքրքրում Կովկասը նրանց չեն հետաքրքրում աշխարհի տարածաշրջանները որոնց մեջ նրանք ներդրվել են հարաբերությունից հետո նրանք ուզում են վերակենտրոնանալ մի այլ տարածաշրջանի վրա եւ դա առաջին անգամը չէ որ նրանք ասում են որ նրանք ուզում են վերակենտրոնանալ մի այլ տարածաշրջանի վրա բայց ամեն անգամ զարգացումները տարածաշրջաններից մեկում Կովկասում Սևծովյան տարածաշրջանում կամ Միջին Արևելքում նորից քաշում են ԱՄՆ-ն այս ԱՄՆ-ի շահերը եւ բայց այս անգամ Տրամպի ադմինիստրացիան շատ ավելի լուրջ է մոտենում այդ հարցերը, բայց նրանք պետք է կենտրոնանան Չինաստանի, թվում է թե նրանք պետք է կենտրոնանան Արևելյան Ասիայի եւ Չինաստանի վրա մեր համար Ասիան է իհարկե եւ նրանք հերվանում են նրանք ոչ միայն հերվանում են ուշադրության իմաստով, բայց նաեւ փողի եւ ռազմական ուժերի նրանք գնալու են այս տարածաշրջաններից եւս մի դերակատարը դա Եվրամիությունն է Եվրամիությունը մի այլ անվերջանալի հոգևոր փնտրտուքի անվերջանալի ցիկլի մեջ է դուք վերջին մեկ ամսվա ընթացքում հաշվի առնելով ԱՄՆ-ի ճնշումը Ուկրաինայի վրա եւ այլ ՆԱՏՕ երկրների եւ եվրոպական երկրները նորից հանդիպում են անverջ, բայց չեն ստանում տեսանելի արդյունք։ Նրանք շարունակում են հանդիպել եւ վերջապես 10 տարի անց Թուրքիային հրավիրում են այդ հանդիպումներին որպես
Եվրամիության տեխնացուերքի իսկ դա շատ անակնկալ է թուրքական վերլուծաբանների համար մենք չենք հիշում երբ վերջին անգամ դիտարկել Եվրամիության որպես Եվրամիության տեխնացուերքի Թուրքիան եւ դա շատ բավականացնել բայց մենք պետք է աշնանենք որ Ռուսաստանը զբաղված է եւ այն կշարունակի լինել զբաղված անկախ դրանից թե ինչ է լինելու պատերազմի արդյունքը բայց այս զբաղվածությունը չի այդքան էլ չի ստիպի Ռուսաստանին սկսել նորից զբաղվել Կովկասով Թուրքիան նույնպես շատ մի հետաքրքիր դեր է խաղում Կովկասում այն նորից նույնպես զբաղված է իր սեփական դերերով երկրի ներսում եւ այն խնդիրները եւ հարթությունները որոնք ունեն որը Թուրքիան ունի սահմանների վրա Սիրիայում Իրաքում արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում այնքան տարածք չունի տեղ չունի Կովկաս տեղ չկա Կովկասի համար թուրքական օրակարգում այդ օրակարգը արդեն չափազանց լծված է եւ այս ամենը հաշվի առնելով այս երեք ճգնաժամերը հաշվի առնելով վերջինը հատկապես բերում է մի իրավիճակի երբ Կովկասը այլևս ուշադրության կենտրոնում չէ որևէ հետաքրքրված շահագրգռված արտաքին կողմի համար չեմ կարծում դա լավ է թե վատ դա կարող է լինել լավ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հատկապես առանձին ինքնուրույն բանակցության հնարավորությունները խաղաղության պայմանագիրը կարող է ստեղծել հույս որ տարածաշրջանի երկրները կարող է ավելի լավ աշխատեն եթե նրանք թողնվեն ինքնուրույնության իհարկե ստորագրելը եւ իսկական խաղաղությունը տարբեր բաներ են բայց ստորագրումը դա արդեն մեծ քայլ է եւ միջազգային կառույցներից խոշոր մասը ովքեր աշխատում էին խաղաղության ստեղծման վրա նրանք տապալել են իրենց աշխատանքը Հարավային Կովկասում եւ միգուցե այս ուշադրության այս անուշադրությունը կարող է լինել լավ որոնք են տարածաշրջանային քաղաքականության եւ կայունության հնարավոր միտումները որ ինչ կարող է նշանակել այդ ճգնաժամերը տարածաշրջանի համար առաջին հերթին չլուծված խնդիրները շարունակվելու են եթե իհարկե օրինակ խաղաղության օրակարգը չզարգանա բայց ժողովրդավարության լեգիտիմության զարգացման պակասի խնդիրներից իհարկե բնապահպանական հարցերը շարունակելու են զարգանալ եւ կազդեն քաղաքականության վրա Հարավային Կովկասում ես կկանխատեսեի Ռուսաստանի մասնակի վերադարձը Կովկասում կախված Ուկրաինայի պատերազմի արդյունքներից կախված եթե Ռուսաստանը կարողանա հայտարարել հաղթանակ իհարկե դա տարբերվում է իսկական հաղթանակից եթե ԱՄՆ-ի միջամտությունը ավարտվի հրադադարով եւ բերի Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի մասին նկատմամբ Ռուսաստանի կառավարմանը Ռուսաստանը կհայտարարի հաղթանակ Ես չի որ նրանք կարողացան արդեն ուկրաինական զինված ուժերի, բայց նրանք հայտարարեն հաղթանակ եւ հաշվի առնելով որ ԱՄՆ-ն հերվածել է այս տարածաշրջանից Ռուսաստանը կվերադառնա ոչ թե ռազմական համատեքստով, այլ քաղաքական ազդեցությամբ միջազգային հարաբերությունների վրա եւ նրանք կպահանջեն ավելի շատ ուշադրություն ռուսական շահերի նկատմամբ Կովկասում, քան վերջին 3-4 տարվա ընթացքում բազում մարդիկ կանխատեսում են, որ Կովկասը կարող է լինել որ Կովկասը կստանա Ռուսաստանից հաջորդ անցանկալի շրջություն ռևիզիոնիզմի տեսակետից։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև Ուկրաինայի պատերազմից հետո ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության եկան, թե որն է Կովկասում հավասարակշռությունը եւ ինչպիսի տեսք այն պետք է ունենա։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կշարունակի պահպանել այդ հավասարակշռությունը Թուրքիայի եւ իր միջև եւ
ուրախ կլինի պահպանել արևմտյան դերակատարների բացակայությունը Կովկասում, բայց ես կարծում եմ քաղաքականությունը ավելի շատ հակված է Ռուսաստանի, ավելի շատ ուղղված է Ռուսաստանին, եւս մի միտում Կովկասի համար մի ուղին ուղղված կլինի իհարկե արևմուտքի ներկայության բացակայությունը։ Ես չեմ տեսնում, թե ինչպես ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը կարող են լինել կամ կլինեն ավելի ակտիվ Կովկասում։ Եվրամիությունը կարող է միգուցե ցանկանալ կամ միգուցե որոշ անդամ երկրները կարող են ցանկանալ, Ֆրանսիան կարող է ցանկանալ ավելի ակտիվ լինել Կովկասում, բայց նրանց հնարավորությունը չափազանց սահմանափակ է, նրանց ուժը, նրանց ազդեցությունը եւ նրանց քաղաքականությունը ներառյալ տարածաշրջանում։ Եվ ես կարծում եմ, որ դա չի փոխվի։ Արևմուտքի բացակայությունը Կովկասից շարունակվելու է։ Եվ երրորդը դա Թուրքիայի հետաքրքրության եւ ազդեցության անկայունությունն է Կովկասի, հարավային Կովկասի նկատմամբ, այսինքն շատ դժվար է կանխատեսել, թե որքանով է Թուրքիան ներգրաված լինելու հարավային Կովկասում մոտակա ապագայում։ Ես իհարկե գրել եմ այդ մասին 1990-ականներին, երբ մեծ էր ուշադրություն եւ հետաքրքրությունը Թուրքիայի քաղաքական շրջանակների կողմից Կովկասի հանդեպ։ Այսօր շատ մարդիկ չեն խոսում Կովկասի մասին։ Պատերազմը սկսում է պատերազմ, բանակցություններ եւ այլն։ Ի վերջո Կովկասի մասին այդքան էլ չեն մտածում։ Երեք ես Civilnet հեռուստաընկերության կողմից հյուրընկալվում եւ այնտեղ ինձ հիշեցրեցին շատ կարեւոր մի հարցի մասին, երբ է բարձրվելու հայ-թուրքական սահմանը։ Ես այդ հարցին պատասխանեցի, որ չգիտեմ, բայց ես կարող եմ ձեզ հաստատ ասել, որ դա խնդիր չէ Թուրքիայում։ Ոչ ոք չի գրում այդ մասին, հանրությունը այդ մասին չի խոսում, դա քաղաքական հարց չէ Թուրքիայում, որովհետեւ մենք ունենք այնքան խիտ հագեցած քաղաքական օրակարգ, որ Կովկասը այդքան էլ այդտեղ կարևոր չէ։ Եթե իհարկե այստեղ տեղի չունենա այնպիսի մի դրամատիկ իրադարձություն, այնպիսի մի ցնցող իրադարձություն, որ Թուրքիան ներգրավվի։ Քիչ թե շատ օքեյ հարաբերություններ, քիչ թե շատ նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ։ Եվ ոչ մի կտրուկ փոփոխություններ այսօր չեն տեղի ունենում, ուստի ես չեմ կանխատեսում, որ հանկարծ կմեծանա Թուրքիայի կողմից հետաքրքրվածությունը Հայաստանի հարավկովկասյան տարածաշրջանի հանդեպ։ Ինչ վերաբերում է այն մասին, որ պետք է տեղ տալ ռուսական ազդեցության այստեղ, եթե բացակայի արևմտյան ազդեցությունը, ապա սա հասկանում են շատ քաղաքական շրջանակներում Թուրքիայում։ Թուրքիան բախվում է Ռուսաստանի հետ մի քանի բեմահարթակներում 3-ում 4-ից։ Մենք արդեն դուրս ենք մղել Ռուսաստանի Լիբիան է, Սիրիան է եւ եթե Ադրբեջանի հետ պատերազմը հաշվի առնենք, դա էլ երրորդ դեպքը կլինի։ Երբ Թուրքիան դուրս է մղել Ռուսաստանից։ Իհարկե որոշ դեպքերում ուղղակիորեն, որոշ դեպքերում պրոքսիների միջոցով։ Բայց ըստ էության Թուրքիան խուսափել է եւ շարունակելու է խուսափել, ուղիղ հակադրվել Ռուսաստանի ռազմական առումով, ստեղծել մի ուղիղ հակամարտություն, որտեղ Ռուսաստանի զինված ուժերը, Թուրքիայի զինված ուժերը միմյանց հետ կբախվեն։ Այսա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, Թուրքիան շատ զգուշ է, որպեսզի նման դեպք չունենա Սևտովյան տարածաշրջանում եւ Ուկրաինայում։ Իսկ առանց արևմտյան աջակցության Թուրքիան շատ լավ գիտի, որ չի կարող մեկը մեկին դուրս գալ եւ հակամարտել Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանը միջուկային պետություն է եւ մեծ ռազմական պոտենցիալ հրթիռներ։ Այո, ես կարծում եմ, եթե էքզիստենցիալ վտանգ կա Թուրքիայից, ապա այն պատասխան կստանա։ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի կարիքների շրջանակի մեջ տեղավորվել։ Այդ վերջին 5-10 տարիների ընթացքում հարաբերությունները Պուտինի եւ Էրդողանի միջեւ այնպես են ընթանում,
որ իրենք մի կողմից միմյանց ձգում էին, մի կողմից միմյանց վանում էին և համաձայնության էին գալիս միմյանց հետ այն հարցերի շուրջ, երբ նրանք կարող էին հակադրվել արևմուտքին։ Սա ես կանվանեմ մրցակցային համագործակցություն, այսինքն նրանք միմյանց հետ ներսում մրցում են, բայց նաև միմյանց հետ միավորվում են, որպեսզի արտաքին գործոնների կամ խաղացողների հետ մրցակցեն։ Այսպիսի մի հրեշավոր, եթե ուզեիք, համագործակցություն և մրցակցություն երկուսը մեկում։ Այստեղ կա այսպիսի մի շեղող գործոն, ինչպիսին Իրանն է։ Եթե ուշադրություն ասիրենք ինչ է կատարվում մերձավոր արևելքում և եթե տեսնենք, թե ինչպես է այն ճնշում գործադրում ԱՄՆ-ի վրա, տեսնենք կշարունակվի այդ ճնշումը թե ոչ, բայց կարծես թե Տրամփի ադմինիստրացիան ավելի ու ավելի քիչ է ճնշում գործադրում Իրանի նկատմամբ։ Իհարկե ավելի ու ավելի քիչ է դա մեզ հիշեցնում Օբամայի գործարքը Իրանի հետ, բայց հնարավորությունը Իրանի սուզվել ճգնաժամի մեջ անուղղակի հետևանք ունենա Կովկասի վրա։ Մենք տեսնում ենք, որ Իրանը և Ադրբեջանը վիճում են միմյանց հետ, թույլ տվեք այսպես ձևակերպել մի քանի տարվա ընթացքում վերջին, և դա կարող է վերածվել մեկ այլ սցենարի։ Երբ նայում ենք ամենահավանական տարածաշրջանի ապա դա այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի շարունակությունն է, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ նաև Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի բալանսավորված գործողություններ և միջամտություններ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից և հավանաբար Իրանի կողմից, բայց դա հարցի տակ է, աճող Չինաստանի դերակատարություն։ Ոչ ոք այս պարզապես Չինաստանից չի խոսում, բայց վերեմ ձեզ մի օրինակ, երբ բոլորը խոսում են աշխարհաքաղաքականությունից, ասեմ, որ Չինաստանը շատ մեծ ներդրումներ է անում Վրաստանի մեջ։ Եվ Վրաստանում, երևի դուք գիտեք, նրանք 19 թունելանոց մի մայրուղի կառուցում։ Երբ Ռուսաստանը շեղված է ու Թուրքիան շեղված է, այդքան ակտիվ թե ԱՄՆ-ն, այդ հանգամանքներում շատ ակտիվ է դառնում Չինաստանը և չգիտես երբեք, թե ինչի վերածվեն այդ տնտեսական ներդրումները։ Մենք չգիտենք, թե որքան քաղաքական ճնշում Չինաստանը կարող է սկսել գործընտրել Հարավ Կովկասում։ Եվ վերջինը մենք չենք տեսնում հստակ տարածաշրջանային ինտեգրացիայի և անվտանգության նախագիծ կամ գաղափար։ Մեզ նման մասնագետները շատ էին սիրում 1900-ականների, 2000-ականներին մշակել տարատեսակ գաղափարներ, տնտեսական և նմանատիպ այլ ինտեգրացիայի Հարավային Կովկասի համար OECD-ի տիպի կառույց ստեղծելու նպատակով։ Խոսում էինք շատ հաճախ 3+1, 3+2 և այլն համադրությունների մասին, բայց այդ մասին մենք խոսում ենք, այլևս չենք խոսում։ Միգուցե որոշ առանձին մասնագետներ այդ մասին խոսում են, բայց Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ, Արևմուտք այլևս հետաքրքրված չեն նմանատիպ ինտեգրման մեջ։ Ասեմ ձեզ, որ կառավարություններն էլ հետաքրքրված չեն նմանատիպ խոշոր գաղափարներով, որովհետև այդ ամենը ոչ տեղի է ունեցել, ոչ էլ կան նշույլներ, որ դա կարող է տեղի ունենալ։ Ես կանխատեսում եմ, որ այդպիսի մեծ պրոյեկտ չի լինելու։ Միջազգային ինտեգրացիայի Կովկասի տարածաշրջանում այդպիսի պրոյեկտ չի լինելու։ Ես վստահ եմ, որ կոնկրետ Թուրքիայի մասին դուք հարցեր կունենաք և պատրաստ եմ պատասխանելու։ Շնորհակալ եմ Մուստաֆա։